Այսօր վաղ առավոտից ընդդիմադիր ուժեղ Հայաստան ու Հայաստան դաշինքներից ահազանգում են, որ իրենց կուսակիցների ու աջակիցների բնակարաններում խուզարկություններ են իրականացրել, կան մեկ տասնյակից ավելի ձերբակալվածներ։ Հայաստան դաշինքից падգամավորի թեկնածու Հովիկ Պետրոսյանն ասում է, իրենց համակիրներից շատերի հետ անգամ կապ հաստատել չի հաջողվում։ Մեր Հայաստան դաշինքի համակիրներին, ընկերներին, նույնիսկ մեր Գյումրու շտաբի պետ Սարոյան Պապկենին իրենց տանից տարել են ուժային կառույցների ներկայացուցիչները, մինչև այս պահը մենք տեղեկություն չունենք նրա գտնվելու վայրից, բայց մեր տեղեկություններով ոչ միայն ինքն է, մոտավորապես մոտ 10 համակիրների, շտաբների աշխատակիցների հետ մենք այս պահին կապ չենք կարող հաստատել։ Նույն դաշինքի մեկ այլ падգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի պնդմամբ իրենց աջակիցների բնակարաններ իրավապահներն ավելի վաղ են մտել, առավոտյան ժամը 5-ին եւ մեկ տասնյակից ավելի անձի բերման են ենթարկել։ Առավոտյան ժամը 5-ից մուտք են գործել մեր կազմավորների, մեր թիմագիցների բնակարաններ, ինչպես նաեւ Անի թաղամասի շտաբ, անկապ ինչ-որ բացատրություններ տալով, որ որևիցե մեկին հասանելի չէ, թե ինչի մասին է խոսքը, բերման են ենթարկել։ Մարդկանց քանակի մասով այս պահին 10+ արձանագրություն ունենք մեր մոտ, բայց նորից մեր շտաբերից զանգում ասում են, որ մարտիկ ունենք տարած, բայց քանի որ չունենք կոնկրետ հեռախոսահամար, անուն, ազգանուն եւ ճշտված չի, այս պահին ֆիքսենք 10+ անձի մասին է խոսքը։ Ուժեղ Հայաստան դաշինքից ձերբակալվածներ եւս կան, նրանցից մեկը գյումրեցի ընդդիմադիր ակտիվիստ Կարապետ Պողոսյանն է։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսանյութի, նա 4 այլ անձի հետ կաշառք տալու եւ ստանալու մեղադրանքով է ձերբակալվել։ Գյումրիում այսօր տեղամասերից մեկի դիմացի տնից բերման ենթարկեցին 3 հոգու։ Պարոն Խուդինյան, ինչ է կատարվում այս պահին այստեղ։ Ահազանգ ունենք, որ ընտրակաշառք է բաժանվում, մնացածը լրացուցիչ կտեղեկացնի։ Տան վրա որևէ քաղաքական ուժի պաստառ չկար փակցված։ Դեպքի վայր հասած փաստաբաններից Հայկ Հարությունյանը նշեց, որ իրենք չեն հասցրել իրավաբանական աջակցություն ցուցաբերել։ Մենք ահազանգ ստացանք, որ 18 դպրոցի հարևանությամբ գտնվող տանը կամ շտաբում կամ գրասենյակում ոստիկանները եկել են եւ քաղաքացիները մեզ տեղեկացրել են, որ իրենց իրավաբանական օգնություն ցույց տանք։ Մենք արագ մոտեցել ենք, դուռը փակ եղել, թույլ չեն տվել, որովհետեւ մենք կարողանանք այդ անձանց հասկանանք ինչ է խնդիրը եւ արդենից տեսանք, որ 3 անձի ձերբակալելու process-ը սկսեն, նստեցրեցին մեքենաները եւ տարան մեզ համար անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ ոստիկանությունը հաստատեց, որ Գյումրիում 3 անձի ձերբակալել են ընտրակաշառք բաժանելու կասկածանքով։ Պնդեցին, նրանց մոտ հայտնաբերվել են նաև ընտրողների ցուցակներ։ Ոստիկաններն ավելի ուշ վերադարձան այդ տուն պահպանություն իրականացնելու, բայց ոչ թե դրսից, այլ բակ մտան, թույլ չտալով փաստաբանի մուտքը։ Արտուշ Հակոբյանը ոստիկանների գործողություններն անօրինական համարեց։ Ներս մտնելու մասով ինչ իրավունքով եք, ինչ հիմքով եք դուք ներս պահպանություն։ Դեպքի վայրի դրսից են պահպանություն իրականացնում։ Ցանկապատված տարածքի դեռնով փակ է։ Դե այդպես է, մենք է պետք է գործենք այս տարածքը։ Չեն գեր։ Ինչի համար դուք եք տալիս, որ փաստաբանություն։ Հիմա մեր մոտ հարց է առաջանում, թե ոստիկանները ներսում ինչ պետք է անեն։ Եթե դեպքի վայրի պահպանություն էր խնդիրը, դեպքի վայրի պահպանություն կարող են իրականացնել դրսից, քանի որ բնակարանը ցանկապատված է եւ բնակարանը բոլոր 4 հնարավոր տարբերակներով կարող են ոստիկանության աշխատակիցները շրջափակեն եւ բնակարանում պահպանություն իրականացնեն։ Պարադից չէ, որ պետք է անձամբ մտահոգություններ կան, որ որևէ բան այնտեղ կարող է հայտնվել, որից տեղյակ չեն։ Այո, մտահոգություն կա, որի վերաբերյալ փոքրինչ առաջ ահազանգել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ուժեղ Հայաստան դաշինքից ըստ падգամավորի թեկնածու Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի 3-ից 4 հոգի ձերբակալվել է այսօր առավոտյան։